հայ առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհում առաջի ինստիտուցիոնալ կառույցն է եւ տիրապետում է կարևոր եւ հսկայական նյութական ռեսուրսների, այդ թվում Երուսաղեմի ամենակարևոր հատվածը, հսկայական տարածքներ Հնդկաստանում եւ այլ թեմերում։ Այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա աշխարհի մակարդակով համաշխարհային էլիտայի կազմում գտնվող սոցիալական կառույց է, որը հայ ազգին, աշխարհասփյուր, բազմաչարչար այդ բառերը շարելով կարող ենք ասել դարձնում է աշխարհում ինչ ասենք, հարցեր որոշողներից ինչ-որ մեկը։ Սա այսինքն ինքնա ինչ-որ գովասանքի համար չի ասվում, հատկապես այն խայտառակ իրավիճակը, որում մենք գտնվում ենք, բայց իրականությունը մնում է իրականություն։ Այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա այն կառույցն է, որը ներկայացնում է հայ ժողովրդի կամքը, խիղճը եւ ոգին ժամանակակից աշխարհում։ Հիմա նման ճամարտակությունները, որոնք տեղի են ունենում, ուղղակի մեզ աշխարհի առջև, աշխարհի մեծերի առջև խայտառակ անելու համար են, որը կարող է, չգիտեմ, օրինակ տարբեր դեպքերում իր նպատակին հասնի, կարող է չհասնի։ Ինչ է մեզ այսպես մտածում, որովհետեւ նույն այս մարդիկ գիտեն, որ եկեղեցին դա դոգմատիկ կառույց է, եկեղեցին, ասենք, դա պետություն չի, եկեղեցին գուցե ավելի մասնակցային կառավարմամբ չի ստեղծվում, կառավարվում եւ շարունակվում։ Հա, եկեղեցին ունի ակունքներ, այդ ակունքներից սերնդեսերունդ ավանդույթի եւ այլ կարևոր երևույթների փոխանցմամբ շարունակվում է եւ կա եկեղեցական դոգմա։ Այսինքն դոգման դա երևույթն է, որը հիմնված է հավատի վրա, կասկածի եւ քննադատության չի ենթարկվում եւ նրանք, ովքեր դրա հետ համաձայն չեն, ուղղակի վտարվում են։ Հիմա եվրոպական քաղաքակրթության ամբողջ պատմությունը դա եկեղեցական դոգմատիզմի եւ լիբերալ գիտական մտքի պայքարն է եղել, որը ինչ որ մի հատ պահի եկել է հասել է այսպես ասած վերջնակետի, հասկացել են իրար ոնց որ ասում են եւ եվրոպական քաղաքակրթությունը զարգացել է։ Հիմա մեր դեպքում, հա, մենք չենք ունեցել այդ խնդիրը։ Մեր եկեղեցին զերծ է եղել այս եվրոպական մոտեցումից, ասենք մեր համալսարանները եղել են եկեղեցիներին կից, ասենք տարբեր լիբերալ, ասենք Գրիգոր Տաթևացին զարգացրել է լիբերալ հայացքները, օրինակ, որը ասենք Եվրոպայում զարգացրել է Բեկոնը։ Իսկ մենք զերծ ենք եղել սրանից եւ դա եղել է մեր եկեղեցու եւ մեր ազգի ուժեղ կողմերից մեկը։ Հիմա այս մարդիկ եկել են այդ նույն բանը, որը մենք չենք ունեցել եւ չենք անցել, փորձում են մեզ հրամցնել, որի արդյունքում եւ մենք այսպես ասած բարոյական կորուստներ ենք ունենալու եւ Աստված գիտի թե հետագայում մեզ ամեն ինչը խժդժությունները ինչով կավարտվեն, նկատի ունենալով այն բնական գործունեությունը, որը եկեղեցին վարում է եւ գիտեք դա ես չգիտեմ էլի, ասենք օրինակ նույնիսկ բողոքականները դες բան արել են թե չէ, որ ասեմ աղոթքը կրճատեն կամ օրհնությունը կրճատեն։ Իմ համար սա ասենք ուղղակի նոնսենս է եւ ես ասենք գիտեք այստեղ ինչքան մենք ասենք եկեք հասարակությունը չմեղադրենք, հա, բայց պետք է այդ պահին հավատացած ժողովուրդը ոտքի կանգնի, այսպես մի վարքային չկա։ Ես մի լավ դրվագ եմ ուզում պատմեմ, որ ես կինոթատրոնում էի, կողքս կիներ նստած երեխաների հետ, մինչև ֆիլմը սկսվել է, վրդոված խոսում էր, շատ լավ բան ասաց ես այդ եկեղեցուն որ լինեի, ասաց դուրս կգայի ու մնացածին էլ կհորդորեի, որ դուրս գային։ Եվ սա է բնական դիրքորոշումը, որը մարդիկ պետք է ունենան, արտահայտեն եւ դրանից հետո ուղղակի նման բառ տեղի չեն ունենում։ Բայց այսինքն մեր համար էլ է հասկանալի, հա, ոնց է դա ամեն ինչ տեղի ունենում, այդ մասնակիցները ոնց են հավաքագրվում